Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես ուզում եմ այդ դեպքում ձեր թույլտվությամբ պարոն Մելիքյանին եւ պարոն Սողոմոնյանին ուղղված հարցերի հետ կապված անդրադառնալ, որովհետեւ ինձ է վերաբերում այն բանը։ Տեսեք, որ ասում եք ինչ ա փոխվել, պարոնայք մանրամասն ներկայացրեցին ինչ ա փոխվել, բայց կյանքը ևս մի օրինակ է բերում նման տեսակի հարցերի։ Մենք մինչև երեք բոլորս գիտենք, որ Հայաստանի տարածքը 29800 է, պարզվեց հոտ 29743 է։ Ինչ եղավ, ոչ մի բան, թիվ փոխվեց։ Մենք այս որ ասում եք ինչ ա փոխվում այս ընթացքում, չգիտենք ինչ ա փոխվում, կարող է բաներ ա փոխվում, որ մենակ ձեզ է հայտնի, ոնց որ մեր երկրում բաներ ա փոխվում, որ մենակ Նիկոլ Փաշինյանին է հայտնի, ունեք հա տարածք։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրումների վերակրնիչի հետ կապված, ես ուզում եմ այս կտորը նորից կարդալ, էլի։ Հաստատաները մեջ են բերում հետևյալ հատվածը, որ վերակրնիչ դատարանը չի կարող ընդունել չհամարել պաշտպանների այն դիտարկումը, որ տվյալ դեպքում իմ կողմից գործի քննությունը խոչընդոտելուց կպետք է գնահատվի ինձ մերսագրված երկու արարքների համատեքստում, այդքան մի բան, նման տեսակի ձևակերպում ձեր մատնանշած որոշումներում չի եղել։ Ոչ միշտ դատական վարույթի, ոչ հունվարի 8-ին երբ կանանց երկարացնում եք։ Այս ձևակերպումը նոր է, եւ նորը ոչ թե իր ձևով, այլ նորը իր բովանդակությամբ, որովհետեւ այս որոշմամբ ձեզ բերում է, ասում է, այս երկու թեմայով կարող եք իմ կանանքի հետ կապված ռիսկի գնահատում անել, ոչ թե 3 թեմայով, շատ պարզ բան է փոխվել։ Չգիտեմ ինչու է այս հարցադրումները տալիս ավելի շատ հասկանալու համար եւ հանրությանը ներկայացնելու, թե իրոք կասկածում եք վերակրնիչ դատարանի կայացած որոշման վրա, որը չի բողոքարկվել, այդ նորից կրկնեմ դատախազության կողմից։ Այս ձևակերպում մեր կողմից բողոքարկվել է, եւ նորից կրկնեմ, էլ ինչ ա փոխվել, դա էլ եմ ասում ինչ ա փոխվել։ Նախորդ երաշխավորները անհատներ էին, հայտնի, հեղինակավոր, ուժեր։ Այս անգամ երաշխավորները անհատներով կազմված ինստիտուտներ են, ես նորից եմ դեռ ասում, չեք կարող ոչ մի տեղ հիմնավորել, եթե հանկարծին խափանման միջոցը երկարաձգեցիք, ոնց եք ռիսկը գնահատել, այսինքն Աշոտյանը պետք է իրան բաց պահեր, որ ամբողջ խորհրդարանական ընդդիմությանը վերացնեին, չի լինում այդպես բան, չեք կարող դա հիմնավորել, այդ 30 երաշխավորը ոչ թե քանակ է, տեսեք 70 հոգի ԿՊՆ, կարող այնտեղից 30 հոգի լինել։ Այդ նույն քաղաքական ես ներողություն եմ խնդրում Հայաստանը պատվիրում եմ Վաշինգտոնի պատվիրանից, այս հավանինակի համար, որ համեմատում եմ իրենց ԿՊ-ի հետ, այնուհանդերձ, իրանց 30-ը ինստիտուտ չի, ամբողջ ֆրակցիան չի, այստեղ երկու խմբակցություն է այս երաշխավորությունը տվել, որոնց գլխին կախվելու է քրեական հետապնդում, եթե անկարծ ես ինձ վատ պահեմ, այսինքն Հայաստանի հնարավոր նոր քաղաքական ճգնաժամը կամ խորհրդարանական ճգնաժամը կախված լինելու իմ պահվածքից, եթե դուք բավարարեք այդ որոշումը, այս երաշխիքների իմաստը ամբողջը դրա մեջ է, դուք չեք կարող չգնահատել սրա ուժգնությունը երաշխիքի, այսինքն նա կարտուր է դրված, քաղաքուրիկ է դրված Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գոյությունը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ազատությունը, Հայաստանի քաղաքական պայքարի շարունակությունը, ամբողջը այս երաշխավորությամբ շահկապված էին վարկի հետ։ Այս շատ պարզ բաներ է, որ այս բաննժարի վրա դրված է, այսինքն եկքաբան այս երաշխավորություններով, շատ ուժեղ բան, որը չեք կարող պրոստը հաշվեք դեպուտատների քանակով, նորից կրկնեմ, կարող լինել 36 ԿՊ-ից, որը կներեք վատ օրինակներ են դերում, որը այնուհանդերձ այս ազդեցությունը չէր ունենա, ոնց որ 30-ը ընդդիմությունից, եթե 30-ը ընդդիմությունից խորհրդարանական 1/3-ն է, սահմանադրական չափ բանն է, նաև նշաձողն է դա 1/3-ը խորհրդարանական ընդդիմություն լինելու, որը կդրվի կասկածի տակ, եթե ես ինձ վատ պահեմ։ Այս ակնհայտ բան է, ես չեք կարող հաշվի չառնել, չկամ կարող հաշվի չառնել, բայց չգիտեմ ոնց է հիմնավորելու, ուզում եմ կարդալ, եթե հանկարծ այդպես որոշեցի։